Մերոնք կետը եմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Եվ այսպես տեղի ունեցավ շքանշանի հանձնում, մրցանակի հանձնում Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին, ինչպես էր կոչվում Զայեդ, հա, մարդկային եղբայրության մրցանակաբաշխություն։ Ինչ էր սա։ Սա աշխարհի վերաբերմունքներ կամ ասենք թե արաբական էմիրությունների վերաբերմունքը խաղաղությանը ըստ էության այո աշխարհին այդ խաղաղությունը պետք է եւ այդ մրցանակը այն կանխավճարն էր որ ասենք աշխարհը տալիս է ասում է եկեք խաղաղ ապրենք մեծ հաշվով խաղաղությունը բոլորին է անհրաժեշտ եւ այստեղ ես որևէ պախարակիչ բան չեմ տեսնում մենք պարտվել ենք ցավալիորեն այդ պարտության մեղավորներին բոլորս գիտենք իհարկե շատերը ինքզինքը այն հայտնի կենթանու այս դեպքում էշի տեղ են դնում եւ հազար պատճառ են ման գալիս մենք պարտվել ենք որովհետեւ մոռացել ենք մեր արմատները մենք պարտվել ենք որովհետեւ արմատը չիմացող քոչարյանը-սերժական բանդաները երկրում իշխանություն են եղել մենք պարտվել ենք որովհետեւ արմատը չիմացողների համար մի Իվանի հետույքը 1000 հայկի հետույք է արժեցել մենք պարտվել ենք որովհետեւ այդ մարդկանց համար արմատ գոյություն չուներ եւ այսօր կա եզակի հնարավորություն ավելի այսպես պարզ ասեմ խաղաղության անվան տակ պնդացնել քու երկիրը այդ պնդացնել կոչվածը ով ինչպես է ընկալում կարևոր գերագույն ընկալումը մեկն է քու ունեցածը պահելու եւ հզորացնելու ուժդ ստեղծես ամենօրյա աշխատանքով այսօր այս ամենը շատ կարևոր է նաեւ շատ կարևոր է ուշադիր լինել թե ում հետ գործ ունես այո Իլհամ Ալիև կոչվածը նվեր չի եւ այդ պետությունն էլ երկնքից չի չել նման պետություն ստեղծել են ուրուսները ստեղծել են եւ մեր ունեցածը նվիրել իրենց մենք փորձեցինք վերականգնել արդարությունը մենք վերականգնեցինք արդարությունը բայց մեր հարազատ ռուսները մեզ հերթական անգամ խաբեցին շնորհիվ իհարկե իրենց գործակալ քոչարյանների ովքեր նրանց հետույքից դուրս չեկան ու մինչ օրս դուրս չեն գալու նրանց այդ տեղերը այդ հոտերը դուր են գալիս բայց հայ ժողովուրդը այդ հոտը չի ուզում նաև ուշադրության արժանի էր այն Լավրով կոչված ոչ մի բանի հայտարարությունը Ռուսաստանի արտգործնախարարի որ մենք միայնակ չենք թողնի Հայաստանին հայը թուրքին ասում է քու աղոթելը չեմ ուզում իմ ժամում բաց մի թող տականք հիմի նույնը վերաբերում է Լավրովին եւ Պուտինին կրեմլյան քաղաքականությանը Կրեմլը եթե ուզենար ապա Ղարսի պայմանագրից սկսած մենք չենք ունենա մենք կունենայինք Պինդ Հայաստան ամուր սահմաններով Նախիջևանով Ղարաբաղով ինչը պատմականորեն միշտ էլ կցված է եղել Հայաստանին անգամ 18 թվականին երբ ոչ բարով հոկտեմբերյան Լենինյան հեղափոխությունը տեղի ունեցավ Ադրբեջանը հայտարարեց որ Արցախը Հայաստանի Ղարաբաղը Հայաստանի անկախտելի մասն է դա 18 թվականին մի քանի օր հետո Մոսկվայից հրահանգը փոխվեց հայտարարությունը փոխվեց սրանք պատմական փաստեր են եւ այսօր այդ խաղաղության ցույցերը վասն խաղաղության որ անում է աշխարհը որ անում են մեր իշխանությունները նաև եւ այն արտաքին քաղաքականությունը որ այսօր տեղի ունենում ավելի քան կարեւոր է ասացի արդեն ինչ իմաստով ունենալ պատրաստվել հզոր պաշտպանունակ երկիր չմոռանալ որ որևէ գծած ասֆալտ որևէ կառուցած դպրոց չի կարող դիմանալ որևէ ռմբակոծության եթե քու երկիրը ռումբերից պաշտպանած չլինես մնացած բոլորի վրա կարելի է թքել այն չկա մնացածն էլ չկա ինչ էլ որ սարքես ստեղծես ոչինչ չկա եթե դու դրա պաշտպանունակությունը չես ապահովում սա մրցանակաբաշխությանը եւ խաղաղության կարեւորությանը այն խաղաղությունը որ մեզ խաբեբայորեն փորձեց բերել Ռուսաստանը ցավոք սրտի դա խաղաղություն չէր
դա կրվածնելու, երկու շուն կրվածնելու պատկերավոր ասած, գուցե հիմա կասենք շներն իրանք են, բայց մենք այս անգամ շանտեղ գնացինք եւ մեզ կրվածրեցին, վերջում իրենց շահույթը հետապնդելով իրենց գործն արեցին։ Կապ չունի Աստվածում ինչպես կպատժի, բումերանգ է կյանքը հետ է վերադառնալու բան, հա, հետո ինչ։ Դրանով մեր ցավը չի պակասում եւ արդարության այն ցույցը, այն պահանջը, որ մենք ազգովի արեցինք եւ տեր դարձանք, մեր ճակերտավոր ասած մեծ եղբայրը եւ աշխարհը չընդունեց, քանզի մեծ եղբորը դա պետք չէր Ռուսաստանին։ Դե իսկ աշխարհի ինչին էր պետք։ Իր իսկ որոշումները Ռուսաստանը չվերանայեց, եթե նա չի վերանայում, մնացածին վերանայելու կարիք չունեն։ Եվ արդյունքում մենք ստացանք այն, ինչ ստացանք։ Գուցե տխուր է, բայց այս խաղաղությունը կարի անհրաժեշտ է։ Ամեն ինչ պետք է անել այն պահելու համար։ Հիմի ես երբեմն անդրադառնում եմ, բայց այս անգամ ուզում եմ դուք էլ ձեր էկրաններում նայեք, մի մարդ է Արթուր Գրիգորյան, մի օգտատեր, որ YouTube-յան իմալիքում ինձ գրել է։ Այ հիմար, դու ինչ ես ծամատրություններ անում։ Դրա փոխարեն իբր թե հանրային մարդ ես ու եթեր ես զբաղեցնում, բացատրին բացադրիով ա գրած դատարով, քու ունկնդիրի փոխարեն, թե ինչ տեղի կունենա, եթե Աստված միար ասե, ընդդիմությունը իշխանության հասնի։ Բացատրի, որ Հայաստանը անմիջապես կմիանա ռուս-բելարուս դաշինքին, հայկական բանակի առնվազն կեսը կհայտնվի ռուս-ուկրաինականում եւ այսպես մի քանի իբր հոդաբաշխ բաներ։ Դե ինչ ասեմ, ինձ անպատվողներին ես ասել եմ ով է, ես չեմ վիրավորում, քանզի անունն ինչ է դնում, որ իմ հետ այդ տոնով է խոսում, բայց բացատրեմ այդ հիմարին եւ բոլոր հիմարներին, ովքեր կասկածում են պետականության ու պետության հանդեպ իմ զգացմունքին։ Մի խառնեք մատը այն բանի հետ։ Եթե ես ասում եմ, որ այս ինչ տեղը Նիկոլ Փաշինյանը վատ քաղաքականություն է բանեցնում, ներքին իր նկարտումներին, ուրեմն դա հիմք ունի։ Եթե դու խոսում ես խաղաղությունից, եթե դու աշխարհի հետ շփվում ես եւ չունես քո արմատը, քո արածը կոպեկ չարժի։ Եթե արմատ չունես, ոչինչ չունես։ Մի ուրիշն ասում է, ախր բանը այդ մասիվներում Հայկի արձանը շատ էլ լավ դրած է, դուք ինչ եք հասկանում, Հայկի արձանից ինչու պիտի այնտեղ լինի, բացատրեմ բոլոր նրանց։ Ես արձանապաշտ չեմ։ Ես ուզում եմ, որ մենք մեր արմատը չմոռանանք։ Մեկ եւ երկրորդը մեր տուն եկողը տեսնի, որ այն մեր պապն է։ Եվ մեր պատմությունը սկսվել է Հայկ Նահապետից։ Հայկ Նահապետը ըմբոստացել է բելի դեմ, այսինքն ով ուզեցել է բռնանալ իր ազատության վրա եւ իր թորներով ու զավակներով եկել է տարածաշրջան եւ ստեղծել այս երկիրը, պաշտպանել այս երկիրը, նետահարել բելին եւ այն նետը ուղղված է ազատության դեմ եկողներին, այսքան բան։ Այս մեր պատմությունն է, մեկ արձանով մի ամբողջ պատմություն։ Բացատրեմ նաեւ այդ կիսախելոքներին կամ ինձ քննադատողներին, երբ ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը իր գործունեությամբ հաճախ կթու կովի պես է իրեն պահում, որ թողում է կաթակաթեն եւ քացով տալիս դույլը թափում է, սա ճշմարտություն է։ Արմատդ Մեսրոպ Մաշտոցն է, Մեսրոպ Մաշտոցի նկարը առաջին դասարանի դասագրքից հանել են։ Կոպիտացականներ չասեմ, ով ինչ հիմարություն է արել բան, բայց դրա համար նույնիսկ չեն ասում հաջորդ տարվանից կուղենք։ Այնպես են նստած այդ ԿԳՍՄ-աթմա չգիտեմ ինչ նախարարությունում։ Այնպեսի տեսքով կարծես այդ իրենք չեն սխալն արել։ 5-րդ դասարանի մաթեմատիկայի դասագիրքը ուսուցիչները չեն թողնի սուտ ասեմ բոլոր դպրոցներում, այսպես ասած, ինչ որ մի հատվածից հանում ռադ են անում, այլ առաջադրանքներ են տալիս, որովհետև խրթինությունն ու տգիտությունը շատ է։ Որովհետև ինչ որ մեկը որոշել է, որ պիտի Մաթեմյանների ընտանիք լինի, եւ ծնողները անուն ունեն
հայրը ադին է, մայրը բուդին, կամ հակառակը չգիտեմ, ադի բուդի։ Եվ նրանք ունեն երեխաներ, չաթին, սուդին, քուդին, չուդին, չգիտեմ ինչ են։ Եվ իբր թե այդ օրինակներով որևէ մեկը այս ապուշության համար պատասխան չի տալիս։ Երբ որ ես ասում եմ ձեր խոնարհ ծառան փողոցում չի կարող տագետ հայերեն գրվել եւ որվա իշխանությունը դա անպայման պիտի հանի, որոշ մարդուկներ ասում են ախր դուք այդ Տիգրան Ավինյանին լսեք ժողովուրդ ինձ համար մետրով մաշտոսն է չափորոշիչ Տիգրան Ավինյանն ով է ինչացու է մի համբալապատման հեղինակի զավակ եւ այդ համբալապատման հեղինակի տղան պարտավոր է ոչ հայերեն գրված կան ես Տիգրան Ավինյանի համար եմ նաեւ ասում իր երեխու համար որ տագետ չմեծանա որ դպրոցում ուսուցչուհին բացատրում է որ հայերեն բառակապակցությունը գրվում է առանձին հանկարծ ինչ որ մի տագետ գրել է միասին եւ չեն էլ հանում տարիներով տգիտությունը փողոցում դրված է եթե դու դա մոռանում ես դու ինչպիսի խաղաղություն ուզում ես ունեցիր ում հետ ուզում ես ունեցիր առանց արմատ ոչինչ չի լինում հիշեք Ալիևի պես մեկը ոչինչ չունենալով քարտեզների դեմ կռիվ է տալիս թե բա մեր պետությունն ուր է չէ մենք եղել ենք ես ինչի չգիտեմ ձախ ամորձն ենք եղել ենք դուք հաստատ մենք մեր ունեցածը դպրոցական դասագրքից հանել ենք բա ես չասեմ ես ինչ եք անում մի երկուսն էլ թե ախր լավ բաները չեք տեսնում, լավը տեսնում եմ, բայց մյուս կողմից այս ամեն ինչին պիտի վարչապետը շատ ավելի ուշադիր լինի ինքն է որոշում։ Միջինի ցածր թմբուկ նվագելը ամեն մեկս էլ կարող են, ես էլ կարող եմ հիմա տկտկացնել, կարող է եւ իրանից ված չստացվի։ Բայց կառավարության անդամներին չեն բերում, չգիտեմ ազգային ժողովի անդամին, ասում եք հիմա էլ տկտկցնեմ, դուք բարեք։ Որնոց հիշեցնող երկի տակ, երաժշտության տակ, տգեղ երկի տակ չեն ապարում, են էլ կառավարության անդամները, քանզի ծնողը չի կարող իր զավակին ասել, պոռնկությունը վատ բան է զավակս, բայց հաջորդ պահին իր տուն մի պոռնիկ բերել եւ կողքի սենյակում շնանալ։ Դա հենց դա է նշանակում։ Երբ դու ապարում ես նմանատիպ երաժշտության տակ, ուր որ կուզես հետդ կգամ, պոչիտ կտամ, որիտ կտամ, ինչ կանեմ, չգիտեմ։ Դու իրական, հայկական երաժշտությունը, մաքուր կատարումներ կա, տո զուռնա կա, տո չգիտեմ ինչ կա, այդ ինչի տակ եք զրզրացնում։ Այստեղ է, որ իմ կռիվը սկսվում է եւ ես չեմ կռվում իմ անձի համար։ Ես ուզում եմ, որ մարդիկ հասկանան, պատասխանատուն հասկանա, որ ինքը չի կարող կողքի սենյակում շնանալ։ Այդպիսի երաժշտության տակ ապարելը կառավարության մակարդակով, ազգային ժողովի պատգամավորի մակարդակով նույնն է թե զավակիդ կողքը պոռնիկ բերես ու հետը շնանաս։ Սա ուրիշ ոչ մի բան չի։ Իմ կռիվը այստեղ է։ Եթե ոմանց թվում է թե ես իրենք ինձանից լավ գիտեն պատմությունը կամ ինչ է եղել, որ ինչ կլինի, եթե այս ընդդիմություն կոչվածը գա իշխանության, դրա մասին պիտի մտածի իշխանությունը, ես դա գիտեմ։ Բայց ես նաև գիտեմ, որպեսզի իշխանությունը չկորցնի իր իշխանությունը, պիտի այս ամեն ինչին ուշադիր լինի։ Չկա արմատ, չկա պետություն։ Կա ցկցկացող երաժշտության տակ կառավարություն, կա ցկցկացող արմատ չունեցող պետություն։ Ոնց ուզում եք ձևակերպեք, ելքը մեկն է։ Արմատ ինչով է կարևոր։ Էպոսը ինչով է կարևոր։ Էպոսը մեր բնավորությունն է, մեր տեսակն է։ Մենք ենք, այն որ Դավիթն ասմերով քնած է, արթուն կացեք, ով կացել է, հելեք, գացեք, չգիտեմ, ձիեր հեսնեք, եւ այլն, քնած թշնամուն չի սպանում, բայց Դավիթը իր բասկի ուժը գիտեր։
Բայց Դավիթի համար պատիվ էր մեռնել ազնվականի սրից եւ ոչ պատահական դուրս պրծուկների։ Դա նշանակում է իշխանությունները դուրս պրծուկի վարկագիծ չպիտի դրսևորեն։ Երբեմն ընկած այդ ամեն ինչի հետևից դուրս պրծուկային վարկագիծ եմ տեսնում։ Եվ այդ դուրս պրծուկային վարկագծի դեմ է իմ կռիվը, քանզի դա ոչ միտեղ չի տանի։ Քանզի չի կարող դպրոցում երեխան մի բան սովորել, պատերին մի բան տեսնել, այլ բան։ Դա պետություն չի, դա պետությանը հայհոյել է, դա գրականությանը հայհոյել է։ Ամբողջ ամառ ասֆալտ են անում, մի փոքր սառում է մի քանի օր, մարդաբոյ փոսեր են։ Այդ համբալապատման հեղինակի զավակը Տիգրան Ավինյանը պիտի պատասխան տա, այդ ոնց է լինում։ Այդ ինչպիսի փոսեր են լցրել, այդ ինչպես են կառուցել, որ այդպես քանդվել է։ Այս մասին է իմ կռիվը։ Եվ որևէ մեկին չթվա, թե ես անձնական խնդիր եմ լուծում։ Եթե ուզենայի անձնական խնդիր լուծել, հիմա միտեղ ինձ համար գործարարությամբ էի զբաղվում եւ ծիծաղում բոլոր են մարդկանց վրա, ովքեր փող չունեն։ Մեկ անգամ ասել եմ, ես ձեր Թումանյանի քաչալ շունն եմ, ով մորթին կատուն տարել է, խաբել է։ Այդ կատունը էլ Նիկոլներն են, Սերժերն են, Էսենեն են, ովքեր իրենց պաշտոնում զլանում են։ Ամենք իրենց չափով։ Այդ զլանալու արդյունքում էլ այդ անարդարությունը ստեղծվում է։ Ու շունը շարունակում է քաչալ մնալ։ Այդ քաչալ շունը ժողովուրդն է, որ վատ իշխողի ձեռքը միշտ կրակն է ընկնում։ Ու կռիվը, որ այդպես չլինի, պիտի հավերժ լինի, որ լավին լավ ասենք եւ քննադատենք, եւ մի երկուստ էլ արդեն հոգնացրին։ Նիկոլը չլներ դու ինչ է, դե լավ, հա ես չլնեի Նիկոլն ուր էր։ Դեռ Նիկոլը իշխանության չէր, ես ելույթ էի ունենում ու Սերժիկին ասում, թե ինքը ինչ հանցագործ է ու Ռոբիկին։ Ին վրա հարցակում է ինձ ու ջարդանում, հիվանդանոցներ է գցում։ Բայց չափը դա չի։ Նիկոլը չլիներ, Սերժիկը լինել, վաղն էլ չգիտեմ ով լինի։ Ասող տեսակը միշտ կլինի։ Մեկը մյուսի հետ եկեք, չկապենք։ Իմ կռիվը մոտեցումների պարզունակության դեմ է։ Հայդեպ, երբ Նիկոլ Փաշինյանը փախած էր, թե ընդհատակում էր, թե որտեղ է, այս տղեն իր տունը գրավ դրեց, թերթ բացեց, որպեսզի օգնի։ Հետո այդ թերթը Փեսամիշիկը եւ Նիկոլ Փաշինյանը կասի թե ով ուսուսի տված այնպես արեցին, որպեսզի իմ թերթերը կրկնակի տպագրություն սարքեն։ Իրենք տպեցին սևով, թերթը գնում էի վերցնում, Փեսամիշիկն էր հիմնական պատասխանատուն։ Տեսնես Նիկոլը գիտեր այդ մասին։ Ես ամեն ինչից զրկվեցի տարիներով վարձով ապրեցի, բայց ես չեմ բողոքում, լավ եմ արել։ Արել եմ իմ գաղափարի, արել եմ, որ իմ երեխան վաղը չամաչի ինձ համար։ Եվ էլի եմ շարունակում իմ գործունեությունը։ Բայց պարզունակությունից զզվում եմ։ Նիկոլ Փաշինյան ասում է նոր Հայաստան ենք։ Նոր Հայաստան, ոչ իմ պապա, ոչ Նիկոլի պապա, ոչ էլ ապու պապերը չեն կարող սարքել։ Նորովի մոտեցում է պետք, համաձայն եմ։ Բայց այս ցանցառությունը ինձ դուր չի գալիս։ Նոր Հայաստան եմ սարքում, կեցե նորա, որտեղից նոր։ Գուցե նորովի մտածել սովորենք, գուցե սովորենք ճկունությանը, ով է ձեզ ասել, որ դուք նոր Հայաստան սարքող եք, կերտող եք։ Նորովի մտածել է պետք, նոր մոտեցում է պետք, խորը նայել է պետք, սեփական եսը պիտի ստորադասես պետությանը շահին եւ ոչ թե հակառակը, այսա կլինի նորովի մոտեցում, նորովի մտածող Հայաստան, նոր, բայց այդ նորովին ամենևին չի նշանակում Մաշտոցիդ նկարը հանես։ Այն դեպքում, երբ որ Ալիևի պես մեկը ամեն ինչ անում է, որ մի Մաշտոց ստեղծի իր համար, որ իմանան իրենք էլ ազգ են։ Արմատդ շոյելով պիտի այդ ամեն ինչն անես։ Նոր տեխնոլոգիաները շատ կարևոր են, գերագույն կարևորություն ունեն։ Գիտնականների SEN-ի գործունեությանը պիտի պետությունը զարկ տա։ Դպրոցի ուսուցիչը պիտի 1 միլիոն դրամ աշխատավարձ ստանա, եթե ոչ ավել։
մի մարդ մի երեխայի իր երեխայի կամ երկու երեխու հետ չի կարողանում լեզու գտնել։ Այնպիսի վարժապետներ են մեզ պետք, որ կարողանան ճիշտ կրթել։ Բայց այդ գիտությունն ու նոր տեխնոլոգիաներն առ ոչինչ են առանց արմատի։ Մարդը կարող է ստեղծել իր երկրի պաշտպանունակության համար։ Եվ ոչ թե իր համար մեկ է կտամ դա թուրքին թող խփի իմ երկրին, որովհետև արմատ չունեմ։ Արմատը շատ կարևոր է։ Իմ կռիվը այդ ամենը պահպանելու համար է։ Եթե իհարկե սա կարելի է կռիվ կոչել։ Սա նորմալ մտածող մարդու պայքարն է տգիտության, չտեսության, զորբայության, էսի էնիտեմ։ Ամեն ինչ իր չափորոշիչն ունի։ Ես ասում եմ ինչու պիտի մասիվում տնգած լինի Հայկի արձանը, քանզի երբ իր տեղում չի դա տնգած է, եւ տնգվի, չգիտեմ, Հիսուսի արձանը, քանզի որևէ մեկը իրեն նեղություն չի տալիս, կամ մի 1000 մարդ, կամ բոլորը խաչը կոթով կուլ տվողներին եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանի հետ շաբաթ կիրակի օրերին կամ կիրակի օրերին գնում են անմահ պատարագի սուրբ եւ անմահ։ Այդ որ Աստծուն այդքան գիտեք, Աստված չի ասել ինձ ձեր սրտում պահեք։ Այդ որ գնում եք խաչակնքում եք աման անում ծնկի գալիս, բա մեկը չեք ասում, էս ուր եք տնգում։ Աստծով բիզնես եք ուզում անեք։ Աստծու արցանով, Աստծու անունով բիզնես անելը եւս աստվածուրացություն է։ Այդ որ Ված բարել չեմ ուզում ասեմ, այդ որ գնում եք այդ անմահ պատարակներին, հարց տալիս եք, ես ինչ եք անում, ապե, ես էլ փող ունենամ, վաղը կդնեմ, չգիտեմ, ինչ-որ մեկի արձանը, հետո։ Այս մասին է իմ կռիվը, թե չէ այն ինչ լավ է արվում է, բայց այդ բոլոր լավարացները կոպեկ չարժեն։ Այնպես որ, դեռ ընտրությունների մասնակիցներին ես խոստացել եմ կգա ժամանակը եւ բոլորին հատիկ կանդրադառնանք, ով ինչ է իրենից ներկայացնում։ Բայց իշխանությունը պարտավոր է հանգուցային սխալներ թույլ չտալ։ Եվ երբեք որևէ ավանակ իշխանական հանկարծ չասի, դե դա ինչ հարց է։ Այստեղից է սկսվում։ Արմատը ուրացալ, դա ոչ մի հարց չի։ Մեկը կար կնոջը բռնացրել էր։ Էլ ինչեր ասես չպատմեցին ու բռնացրել էր ներողություն փեսայի հետ։ Մի խայտարակ պատմություն։ Հետո այդ ապուշը նորից միացավ իր կնոջ, ասին ես ինչ ես անում։ Ես իրական պատմություն եմ ասում, դաժան։ Ասին ես ինչ ես անում, ասում դե բա որ իմ կնիկն այդքան լավն է։ Ինչի ուրիշի հետ ապրեմ որ դուք հասկանում եք։ Ովքեր որ թույլ են տալիս, որ փողոցում այդպիսի արտահայտություն գրվի եւ մոռանում են մեր արմատը, այդ անասունի մտածելակերպն ունեցող մարդիկ են։ Ասում որ կնգաթմար հերթ են կանգնել բաժամե, ասում բաժամեմ ես էլ հերթ կանգնեմ։ Մաքրեք, փոխեք այդ աղբը եւ այդ աղբերը։ Որպիսի մաքուր արմատով նորովի Հայաստան կառուցվի եւ ոչ թե նոր Հայաստան։ Այդ ինչ էր ասում, գյուտարիկ էլի, թե չէ, գույտ եք անում, գույտեր մի արեք, ամոթ է։ Գեցե Հայաստանը, Աստված պահի Հայաստանը եւ որևէ մեկի միտքը չկտրվի մեծ հնարավորություններից, այլ հանուն Հայաստանի աշխատացրեք ձեր միտքը, մեր մտքերը։ Կհանդիպենք, առողջ կացեք։